Սեպտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակը վերածվել է իսկական գիտական կենտրոնի, որովհետև հենց հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող համազգային գիտության շաբաթվա շրջանակներում հենց Ազատության հրապարակում կանցկացվի առաջին համազգային գիտության փառատոնը։ Մեծ միջոցառում, որը ներառելու է ամբողջ Ազատության հրապարակը, մեր տեղադրվելու են տաղավարներ, անցկացվելու են գիտափորձեր, հանդիպումներ գիտնականների, ճարտարագետների հետ։ Մենք ակնկալում ենք բազմաթիվ այցելուներ, ովքեր այդ օրերի ընթացքում ավելի սերտորեն կծանոթանան գիտության հետ, ավելի լավ կհասկանան, թե ինչ է գիտություն, ինչպես է աշխատում գիտությունը։ Համազգային գիտության շաբաթը ունի երկարաժամկետ եւ կարճաժամկետ ակնկալիքներ։ Մեր այս տարվա նպատակն էր ներգրավել որքան հնարավոր է շատ շահագրգիռ կողմ, որպեսզի իրենք մասնակցեն թե փառատոնով, թե ապակենտրոնացված միջոցառումների ֆորմատով գիտության շաբաթին։ Եվ կարծում եմ այս տարվա այդ ակնկալիքին մենք բարեհաջող հասել ենք։ 40-ից ավել մասնակից է լինելու փառատոնի ընթացքում եւ 150-ից ավել մանկապարտեզներ եւ դպրոցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով ապակենտրոնացված միջոցառումների ֆորմատով միանալու են գիտության շաբաթին։ Մեր ակնկալիքներից է, որ երիտասարդները, աշակերտները ոգևորված գիտական փորձեր անեն, նախագծային ուսուցում անեն, սիրեն գիտությունը եւ դիտարկեն գիտությունը որպես ապագա մասնագիտություն։ Երկարաժամկետ ակնկալիքներից է նաեւ, որ գիտության շաբաթը դառնա համազգային հարթակ գիտության եւ տեխնոլոգիաների հանրահռչակման, որ ինքը ինստիտուցիոնալ մակարդակով ամեն տարի լինի, ինչպես այլ բազմաթիվ երկրներում է իրականացվում, որպեսզի ինքը դառնա սիրված տոն գիտությունն ու տեխնոլոգիաները հանրահռչակելու համար։ Մեր համար սա առաջին միջոցառումն է, բայց ինքը սկիզբը երկար տարիների ոնց որ տես ամենամյա միջոցառումների։ Մեր ջանք ենք դրել, որ առաջին անգամից հենց լինի հաջողված։ Նպատակը նրանում է, որ մենք ել ավելի շատ հասարակության մեծ շերտեր ներգրավենք գիտության այս հարցի շուրջ քննարկումներին, գիտության կարևորության եւ հասնենք նրան, որպեսզի ել ավելի շատ մարդ հետաքրքրվի գիտությամբ, չգիտեմ, փաստահենք մտածելակերպով, հա, իրենց առօրյան նույնիսկ կյանքում անպայման չգիտնական դառնան, բայց ավելի շատ կարևորություն տան փաստերին, քան թե ինչ որ խոսակցություններին, հա, ել ավելի շատ մարդ ուզենա դառնա գիտնական, ճարտարագետ եւ նաեւ նպատակ ունենք ոնց որ առաջի անգամ փորձ ձեռք բերելու եւ ինչ որ շտկումներ անելու, որ հաջորդ տարիներն ել ավելի արդյունավետ նախագծեր հենց գիտության շաբաթներ իրականացնենք։ Thank you.